Բարի լույս, այսօր փետրվարի 21-ն է, այս պահին ազատության հրապարակում ենք, բայց եթե այստեղ լինեինք մոտ 12-13 ժամ առաջ, կտեսնեինք մի մեծ բազմություն։ Ռաֆի Հովհաննիսյանի համահայկական հանրահավաքին եկել էին մասնակցելու հազարավոր մարդիկ։ Ելույթներով հանդես եկան մի շարք քաղաքական գործիչներ։ Ներկա էին նաև հականդամ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը եւ Ժառանգության падգամավորներ։ Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սպասելու են ազատության հրապարակում մինչև այսօր ժամը 14-ը, որպեսզի դիմավորեն Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս նախատեսում էր հանրահավաք կազմակերպել այստեղ։ Հրաշալի մայրաքաղաք ունենք, մեր ազատության հրապարակում ենք մեր երկրում եւ հայ ժողովուրդը փետրվար 18-ին որոշեց, որ այո, սա մեր հայրենիքն է եւ հբարդեմ նաեւ որ դեղաները գիշերը 24 ժամ մեր դրոշակը բահեցին։ Շատ էին մնացած նորից։ Ես ինքս պիտի խոստովանեմ, մի քանի ժամ բացակայեցի, հանգստացա, բայց երիտասարդները մնացին եւ ցույց է տալիս, որ փետրվար 18-ին հաղթեց ոչ միայն մեր ժողովրդի գերագշին մեծամասնությունը իր կամքի արտահայտմամբ, այլ նաև որակյալ մեր երիտասարդները կանգնեցին հասկանալով, որ պետության աբական թե քանակի մեջ է, թե որակի։ Հիշեցնեմ, որ այսօր ժամը 12-ին ունենալու ենք ուղիղ հեռարձակում ազատության հրապարակից։ Իսկ օրվա ընթացքում այսօր սպասվում են տեղումներ, բայց օրվա երկրորդ կեսին տեղումները կդադարեն։ Ծանոթացեք եղանակի տեսությանը ամբողջ Հայաստանում։